Եվ իսկապես աշխարհում եթե կա մի բան, որ չափ չի ճանաչում որպես այդպեսին, որովհետև այն անսահման է, դա սիրելն է, դա սերն է։ Ընկերներ, մենք շարունակում ենք մեր ընթացքը, եւ եթե հիմա դուք խոհանոցում եք, ձեզ համար հրաշալի օրինակ է իմ գործընկերուհին Մանեն, որովհետև նա ժպտում է, երաժշտությունը վայելեց, շարժվեց, ակտիվացավ եւ ամբողջ հոգով ինձ համար, հա, երևի այսօր եւ մեր գործընկերների համար, դե լավ, պատրաստելու է հրաշալի տաքուտեստ ենք անվանում սա։ Այո, տաքուտեստ ենք անվանում, պատրաստելու ենք պաստա, սիրելի հեռուստադիտողներ, եւ ես ինձ զգում եի այստեղ ինչպես տանը, որովհետեւ սկզբում մի լավ երգեցի, հետո դասավորեցի այն ինչ պետք էր մեր անհրաժեշտ բաղադրիչները եւ իհարկե հիմա պետք է սկսենք, որովհետեւ թավան արդեն ջեռոցին է, լավ տաք եւ սպասում է շամպինյոնին։ Պատրաստելու ենք պաստա սնկով, լոլիկի չրով, սերուցքով, սոուսով, որը իհարկե շատ կցանկանար վստահ եմ հիմա փորձել նաեւ մեր գործընկեր Դավիթը, որովհետև ընդամենը 2 օր առաջ հենց նա մեր հեռուստադիտողներին խոստացավ, որ ուրբաթ օրը ես կպատրաստեմ, բայց դա մեկ ուրիշ անգամ նրա համար։ Հիմա վերցնում ենք շամպինյոնը եւ փորձում ենք բարակ այսպես կտրատել։ Իհարկե Դավիթ Ծերունյանի գլխավորությամբ բոլոր հեռուստադիտողների ուշադրությունն ենք հրավիրում էկրաններին, մանրամասն դիտելու եւ հիշելու նաեւ պատրաստման եղանակը եւ բաղադրատոմսը, որն առաջարկում է Մանե Մխոյանը այսօր առավոտ լուսոյի խոհանոցում։ Ամեն ինչ Հայկ իրականում սկսվեց, երբ մի օր մենք երբ պատրաստվում էինք եթերից առաջ խոսում էինք թե նախորդ օրը ով ինչ է փորձել, ինչ համեղ ուտեստ եւ ես պատահական պատմեցի Դավիթին, որ խոհանոցում նորություն եմ ինձ համար փորձել, որովհետեւ երբեք ես էլ չէի փորձել սնկով այս սոուսը լոլիկի չրով եւ ասացի որ շատ համեղ է ստացվել ու ասաց դե մի օր կպատրաստես անպայման կուտենք եւ ընդամենը 1 օր առաջ եթերում շատ պատահական խոստացավ որ դա կլինի հենց այստեղ մեր տաղավարում։ Իսկ քանի որ պաստայի տարատեսակներ ենք մենք ճանաչում, մանե այս դեպքում ինչ ես կարծում, պարտադիր է պաստայի հենց այս տեսակը, թե ազատ ենք ընտրության մեջ։ Ինչ ուզենք կարող ենք ընտրել, մենք այստեղ ունենք նաև այս տարբերակը, կարող ենք ցուցադրել շատ հետաքրքիր պաստայի ձևեր կան, նաև ֆորմաներ կան, որ կարելի է պատրաստել։ Այս տարբերակն էլ կարող եք փորձել, սպագետին կարող եք փորձել, կրկին շատ լավ կստացվի, բայց ես սիրում եմ այս տարբերակը, որովհետև մատուցման համար նաև շատ գեղեցիկ է։ Իսկ ասելով սոուս, մանե մենք հասկանում ենք սերուցքային, թե այլ սոուս ես դու մեզ այսօր առաջարկում։ Այո, սերուցքային է լինելու։ Իմ պատրաստման գաղտնի բաղադրիչներից եթե պատմեմ, Հայկ, համեմունքներն են, որոնք ես շատ սիրում եմ խոհանոցում կիրառել։ Եվ դուք պիտի տեսնեք սիրելի հեռուստադիտողներ, թե առավոտյան Մանեն ինչ տրամադրվածությամբ էր եկել, որ այսօր պետք է լինի խոհանոցում։ Լիարժեք պատրաստ եւ հոգով, եւ ֆիզիկապես, եւ համեմունքներով։ Նաեւ համեմունքներով պատահական չնշեց Հայկը սիրելի հեռուստադիտողներ, որովհետեւ ինձ համար առհասարակ բոլոր ուտեստների մեջ կարևորը համն ու բույրն է։ Ես շատ հաճախ մեր հեռուստադիտողները կարող են սա պատրաստել նաեւ սոխարած օգտագործելով, սոխը ձիթայուղի մեջ տապակելուց, սխտոր նույնիսկ կարելի է ավելացնել, հետո միայն սունկը եւ լոլիկի չիրը, բայց մենք ունենք փոխարինող այստեղ համեմունք, որը պատրաստված է սխտորի փոշուց եւ սոխի փոշուց, իսկ այս կողմում արդեն համեմունք է, որը պատրաստել եմ ես, այս ձեռքերով։ Հիմա կպատմեմ ինչ կա այդտեղ։ Անպայման իհարկե կփորձենք, կգնահատենք, Մանե, բայց եթե ես չեմ սխալվում, ինչ որ նմանություն ունի քո պատրաստածը պաստայի տեսակներից մեկին, որ կոչվում է կարբոնարա, թե սխալվում եմ։ Կարբոնարան սերուցքային է կրկին, այո, բայց այնտեղ սունկ չկա, փոխարենը բեկոն են օգտագործում եւ չկա նաեւ լոլիկի համեղագույն չիրը։ Պետք է հիմա ավելացնենք, իսկ կարբոնարայի դեպքում պանրային է ավելի լինում եւ քերած պարմեզան են օգտագործում հավկիթի դեղնուցի հետ ու շատ համեղ խիտ սոուս է։ Ես մի անգամ փորձել եմ պատրաստել կարբոնարան, բայց օգտագործելով նաև սպիտակ գինի։ Սոուսի մեջ շատ համեղ է։ Կներես չլսեցի, ինչ։ Ինձ թվաց պիտի ասես, բայց չստացվեց։ Չէ, ստացվեց, բայց շատ համեղ ստացվեց։ Հիմա այստեղ կարող ենք ավելացնել արդեն լոլիկի չիրը։ Ես պետք է ասեմ, որ անուշաբույր է շատ լոլիկի չիրը, իսկապես անդադար կարող ես նրա բույրը զգալ, վայելես, հատկապես երբ
որոշ առումով ունես քաղցածության զգացում։ Հիմա ավելացնել ենք սև պղպեղ, բայց ոչ թե սովորական փոշին, այլ հատիկավոր սև պղպեղը, որովհետև օրինակ ինձ ավելի դուր է գալիս այն բույրը, որն ունի հատիկավոր սև պղպեղը, եթե կա տարբերակ տեղում մանրացնելու, աղացի, եթե ոչ, կիրառում ենք փոքրիկ life hack, դանակի օգնությամբ պարզապես փշրում ենք, մի քանի հատիկը վերցնում ենք, ինչպես սխտորն ենք ճզմում, այդպես սև պղպեղը։ Եվ ավելացնում ենք այստեղ։ Հայկ, իսկ դու սիրում ես պաստա եւ առհասարակի տավական խոհանոց։ Շատ։ Նախ պիտի ասեմ, որ սիրում եմ գրեթե ամեն ինչ, ինչ վերաբերում է խոհանոցին, ու հատկապես սիրում եմ պաստա եւ ինչու նաեւ, որովհետեւ եթե մենք հիմա վերադառնանք մեր մանկություն, ապա ամենասիրելի ուտեստներից մեկը մեր ժամանակի պաստաներն էին։ Հիմա գեղեցիկ է հնչում, ժամանակին իհարկե մենք ուրիշ անվանում ենք տալի, որը էինք ասում։ Փլավ, այո, փլավ։ Եվ հիմա էլ շատ մանուկներ, սիրելիներ, այո, փաստը մնում է փաստ, որ սիրում են կամ տապակած կարտոֆիլ, որը քննարկման ենթակա չէ ինչ-որտեղ։ Բոլոր անխտիր սիրում են։ Եվ իհարկե պաստաները իր տարատեսակներով։ Ես այստեղ ավելացնում եմ այն համեմունքը, որը նշեցի, ես եմ պատրաստել։ Իրականում ես շատ սիրում եմ օրեգանո, բայց միայն օրեգանոյի համն ու բույրը ինձ չի բավարարում պաստաների մեջ հատկապես, իսկ այս համեմունքը կարող եք ուղղակի ամենասովորական մակարոնի ձեր նախընտրած տեսակը խաշել եւ վրան ավելացնել ընթացքում ու շատ հետաքրքիր բույր կունենա։ Օգտագործել եմ օրեգանո, չորացրած բազիլիկ, լոլիկի չիփսեր, որոնք շատ բարակ են եւ հարմար է աղալ, այլ ոչ այս չիրը, եւ արդեն ջեռոց դրված ու կրկին չորացրած կարմիր պղպեղ, քաղցր ու գազար։ Հեղինակային համեմունք ահում ենք միասին եւ ստանում ենք հետաքրքիր բույր ունեցող համեմունք, որը կարելի է ամեն ինչի հետ կիրառել ու շատ հետաքրքիր բույր է տարածում։ Ես հատուկ շատ չեմ արել այս սոուսը, որովհետև գիտեմ մեր գործընկերներից շատերը չեն սիրում սունկ, դրա համար սունկը պահել եմ, հետո մեզ համար նորից եթերից հետո արդեն կշարունակեմ մյուս հատվածը պատրաստել։ Քանի որ այստեղ տապակված է, ավելացնում ենք սերուցքը, ցանկալի է լինի շատ ոչ յուղային, մոտավորապես 10% յուղայնությամբ ենք հիմա օգտագործում։ Եթե տանը չկա սերուցք, կրկին կարելի է փոխարինել, օգտագործելով օրինակ թթվասեր։ Կարելի է թթվասերը մի փոքր խառնել այն ջրի հետ, որով պատրաստվել եւ խաշվել է մակարոնը, եւ միանգամից փոխարինել սերուցքին ու ավելացնել։ Չգիտեմ, գուցե խոհարարները ասեն այդպիսի բան չի կարելի անել եւ համը բացարձակ այլ կլինի, բայց դե խոհանոցում ունենք օրինակ թթվասեր, ինչ կարելի է պատրաստել, կարելի է փորձել, գուցե եւ շատ համեղ ստացվի։ Հետաքրքիր մի բան եմ նկատել մանե, երբ գնում ենք սրճարան կամ ռեստորան եւ պատվիրում ենք պաստայի որևէ տեսակ, չափաբաժինները նկատել ես, որ շատ տարբեր են լինում։ Եվ երբեմն գուցե միտումնավոր իհարկե, բայց այնպես են անում, որ լիարժեք այսպես քաղցդ չհագեցնես եւ որոշակի այսպես քաղցի զգացողությամբ սեղանից վեր կենաս, ինչը չնայած բոլորն են ասում, որ օրգանիզմի համար օգտակար է, թեթև մարսողության հետ կապված, բայց հետաքրքիր է, պիտի մի օր հարցնեմ պրոֆեսիոնալներին, թե ինչու են չափաբաժինները այդքան տարբեր, որովհետեւ պաստայի հետ կապված դա պարզապես նկատելի է։ Երբեմն շատ մեծ է, երբեմն հակառակը։ Այո, Համը մնում է քո բերանում, չես հասցնում նույնիսկ վայել։ Մի քիչ ավելացնեմ այստեղ պարմեզան, որ ավելի պանրային այդ համը ակտիվ լինի, բայց շատ քիչ, որովհետև պարմեզանը հետո ավելի շատ քերելու ենք մեր պաստայի վրա։ Մեր սիրելի գործընկեր Դավիթ Սերունյան, եթե դու մեզ դիտում ես, խնդրում եմ, եթերի վերջում կարձագանքես, այո, անպայման, վստահ եմ հիմա գոնե մտովի պատկերացնում ես ինչ համային նուրբ երանգներ կունենա այս տաքուտեստը քո իհարկե առաջարկով, որ պատրաստվում է Մանե Մխոյանի կողմից։ Բայց շատ գեղեցիկ ես անում ամեն ինչ, երևի օրվա կտրվածքով լինում ես խոհանոցում եւ սիրում ես այնտեղ։ Ես շատ եմ սիրում խոհանոցը, գաղտնիքը այդտեղ է։ Եվ սիրում եմ անդադար իմպրովիզներ անել, նույնիսկ ինձ թվում է, որ նոր բաղադրատոմսեր եմ հայտնաբերում ինձ համար, որովհետեւ գուցե դրանք գրված են այս կամ այն խոհանոցային գրքերում, բայց ինձ համար անհայտ են եղել։
Այդտեղ տեսնում ենք նաև կանաչեղեն, որ պիտի վերջում զարդարենք, այո։ Պետք է մեզ կանաչի, ես հիմա միայն Անուշի խոհանոցի դարակներն եմ բացահայտում այս ընթացքում նաև։ Մեզ անհրաժեշտ է կանաչի եւ համի մատուցման համար վերջում եւ իհարկե գույնի համար, բայց առաջարկում այստեղ ավելացնենք արդեն պաստան, որը նախապես խաշել ենք, բայց ոչ շատ, որովհետեւ ես շատ խաշված այդ տարբերակը այդքան էլ չեմ սիրում։ Որովհետեւ որոշ եփվածության աստիճան նաև դե ունենում այդ հավայի մեջ, այո։ Իհարկե։ Եվ եփվում է, եւ համն ու բույրն են այստեղ խառնվում իրար։ Ինձ մոտ կարծես մի փոքր դժվար է սա ստացվում, որովհետեւ իմ ձեռքը Եթե կա օգտության կարիք, ես մեծ սիրով։ Կարծես ստացվեց, Հայկ, շնորհակալ եմ անչափ։ Այսքանը բավական է։ Պաստան արդեն պետք չէ մեզ, հիմա պետք է սա խառնել։ Որոշ նախապատրաստական աշխատանքներից հետո իհարկե մեր գործընկերուհին գրեթե 10-15 ամենաշատ րոպեների ընթացքում լիարժեք մեզ կհրամցնի տաքուտեստը, մանե ապրես։ Կարող ենք հիմա մի քիչ էլ ավելացնել սերուցքը, որ արդեն մակարոնի հետ, պաստայի հետ խառնվի։ Առավոտյան ժամը 11:07 րոպե, սիրելիներ, օրվա ժամին ըստ քեզ կարելի է վայելել սա, թե Կարծում եմ օրվա բոլոր ժամերին կարելի է վայելել սա։ Հենց դա է։ Քանի որ ես շատ սիրում եմ տարբեր կանաչիներ, ինչպես հասկացար նաև համեմունքներից, վերցնում ենք այն կանաչիները, որոնք մենք սիրում ենք եւ պարզապես ավելացնելու ենք վրան։ Վարպետորեն դու կարողանում ես կտրատել նաև կանաչեղենը, շատ Ես գեղեցիկ։ ստացվում է, այո։ Այո։ Եվ դա երևում է նաև քո աչքերից սերը խոհանոցում եւ պատրաստելը հատկապես, որովհետեւ դրանք փայլում են ու դրանք ժպտում են ամենակարևորը։ Ինչ լավ է, որ դրանք երևում են, որովհետեւ ես սիրով եմ պատրաստում իմ շատ սիրելի գործընկերների համար։ Ապրես։ Վերցնում ենք ջեռոցի վրայից թավան։ Հիմա հեռացնում ենք տարածքից այն, ինչ մեզ անհրաժեշտ չէ։ Փոխարենը բերում ենք մատուցման ափսեն։ Երևի ամենակարևոր փուլերից մեկը։ Այո, ամենագեղեցիկ ինձ համար։ Շատ հաճախ ենք իհարկե այստեղ խոսում վերջնական արդեն մատուցելու մասին եւ իսկապես կարևոր է շատ համեղ գուցե կարող ես պատրաստել, բայց վերջին մի քանի քայլը կրկնակի համեղ ու տրամադրող կդարձնի ուտեստը կամ աղցանը։ Եվ տեսքը շատ կարևոր է։ Եթե հիմա նորից վերադառնանք օրինակ ինչպես են ռեստորաններում մատուցում ուտեստը, շատ հաճախ նույն պաստան այնքան գեղեցիկ են մատուցում, որ երբեմն չես ուզում փչացնել շեֆ խոհարարի ստեղծագործությունը եւ պարզապես նստում մի քիչ վայելում ես տեսքը, հետո նոր անցնում ես ուտեստի համին։ Եվ դժվարությամբ ես առաջին, հա, պատառեսպես։ Այո, դժվարությամբ է։ Հիմա ավելացնում ենք կանաչին։ Եվ ինչ անվանում տանք, մանե, քո պատրաստած պաստային։ Ինչ կուզես, Հայկ։ Հիմա ունենք այդ հնարավորությունը։ Որևէ հստակ բաղադրատոմս չէր փաստորեն սա, որովհետև նաև կային ավելացումներ քո կողմից։ Փոփոխություններ։ Թերում ենք մի քիչ էլ պարմեզան։ Եվ քանի որ մանեն հնչեղ է, մանեն գեղեցիկ է, ես առաջարկում եմ ինչու ոչ, հեղինակային իրավունքից ելնելով, այս պաստան կոչենք մանե եւ այն դառնա նաեւ հաջորդ անգամ խոհանոցում հենց այս անունով կպատրաստեն, չէ։ Չէ, ինձ թվում է որևէ տեղ, որևէ խոհանոցում անպայման կլինի այս բաղադրատոմսը։ Պարզապես հիմա գուցե մենք չգիտենք այդ մասին, վերցնենք նաև այստեղից լոլիկի ճիրը։ Եվ վերջ, մեր պաստան կարծես պատրաստ է։ Ես սափարում եմ քեզ, ապրես, բոլորս հասկացանք ի վերջո, որ կա սեր խոհանոցի նկատմամբ եւ աշխատանքի մեջ։ Սիրելի երսադիտողներ, տեսեք, վայելեք, նախ տեսքը իսկ ես իհարկե համը։ Ես առաջարկում եմ հետաքրքիր մի տեսանյութ դիտենք, որտեղ երեխաներն են փորձում բացահայտել ու ներկայացնել ըստ իրենց ինչ է սերը։ Մենք բոլորս կարող ենք տալ սիրո պատասխանը եւ ունենք դրա իրավունքը, բայց ստաբար ամենահետաքրքիր պատասխանները կհնչեն մանկան շուրթերից։ Այս բանը առաջարկում եմ դիտել տեսանյութը, վերադառնանք
թողնենք ու շարունակենք համեցեք։ Իսկ դու արի համտեսելու։ Անպայման։